մենք իսկապես անցյալում իրականացրել ենք Հայաստան սփյուռք հարաբերությունների եւ վերանորոգումը, որտեղ վատ կետից ենք սկսել, բայց նաեւ շեշտակի զարգացրել ենք այդ հարաբերությունները եւ կարծում եմ այստեղ փոխադարձ շահավետությունը ուղղակի ակնհայտ էր։ Բայց պետք է մենք դիտենք հետեւյալը. սփյուռքը հզոր ուժ է, բայց նաեւ սփյուռքը պատրաստ ենթակառուցվածքներ է Հայաստանից արտագաղթելու համար։ Որտեղ բոլորը ունեն բարեկամներ եւ եթե Հայաստանում անվտանգությունը ապահովված չի, եթե Հայաստանում մարդիկ վատ են ապրում, եթե մթնոլորտը զզվելի է, ապա ոչ թե պետք է սկսում ենք խոսալ հայրենադարձության մասին, այլ հայրենափախուստ, չգիտեմ, նույնիսկ ոնց ձևակերպել, հայրենիքից դուրս գնալու մասին։ Եվ կարծում եմ բոլորի մտքում միայն մեկ բան է՝ դեպի Հայաստան։ Բայց սխալ քաղաքականություն վարելու դեպքում կրկնում եմ, այդ հանգամանքը եւս կարող է աշխատել։ Եթե մենք ուզում ենք, որ լինի հայրենադարձություն, մենք պետք է Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորենք, որ Հայաստան գալը, մնալը, այստեղ ապրելը լինի հաճելի, հասկանալի, որ մարդիկ ձգտեն այստեղ, վատ մթնոլորտ լինի այստեղ։ Հակառակը Հայաստանից արտագաղթը դեպի այլ երկրներ ակտիվանալու է։ Եվ եթե Հայաստանի ղեկավարությունը այդքանը չի հասկանում, ուրեմն իր տեղը չի, կամ հայկական ղեկավարություն չի, կամ ես չգիտեմ ինչ շահերով է առաջնորդվում, այնքան պարզ է այս ամենը։ Հիմա մենք ինչ էինք արել, հարաբերությունները վերանորոգել ենք, զարգացրել ենք, բայց այնուամենայնիվ ես չեմ կարող ասել, որ դա պետական աջակցության ծրագրեր էր, դա ավելի շատ մթնոլորտ ստեղծել, որով մեր հայրենակիցները ձգտում ունենան գալ Հայաստան։ Օրինակ ես հայտարարում եմ, երբ շինարարություն էինք այստեղ զարգացնում, որ ամեն մի սփյուռքահայ պետք է բնակարան կամ տուն ունենա Հայաստանում։ Եվ շատ մարդիկ արձագանքեցին դրան։ Ամեն մի սփյուռքահայ ինչ-որ մի բիզնեսի բան պետք է ունենա Հայաստանում։ Այն ժամանակ ես հիշում եմ տարբեր տեղերից մարդիկ ստեղ ռեստորաններ էին բացում։ Ես անձամբ հենց որ լսում եմ մի սփյուռքահայ ռեստորան է բացում, անպայման հաճախում եմ այդ ռեստորանը։ Անպայման ցույց տալու համար, որ մենք գիտենք եւ ուրախ ենք եւ ողջունում ենք այս ամենը։ Հիմա process-ը սա է։ Բայց կարծում եմ մենք մտնում ենք մի փուլի մեջ, երբ կարելի է այդ քաղաքականությունը բարենպաստ պայմաններ ստեղծելը, լավ միջավայր ստեղծելը ամրապնդել արդեն հստակ քաղաքականության, պետական մասնակցության, հայրենադարձության խրախուսում, պետության մասնակցություն։ Մենք մասնակցում ենք, բայց ավելի շատ բարոյական դաշտում, քարոզչական հարաբերություններ ասած կարգավորելու ազնական հողի վրա եւ այլն։ Այդ տեսանկյունից իհարկե աշխարհում այդպիսի փորձերը շատ չեն, որովհետեւ շատ չեն ժողովուրդները, որ նման կարգի սփյուռք ունեն։ Ամենից հետաքրքիր փորձը իհարկե Իսրայելի փորձն է։ Ամենից հետաքրքիր փորձը ընդ ուղղակի կա հայրենադարձության մասին օրենք եւ հստակ ծրագիր, թե ինչ են անում, ոնց են աջակցում բնակարանային եւ այլ։ Այդ ամբողջ process-ը պետությունը սարքել է իր քաղաքականության մաս, կարևոր մաս եւ այդ քաղաքականության կարևոր մասը քայլ առ քայլ իրագործում է միջև քաղաքացու դրսից գալ երկիր եւ երկրում այդ ադապտացիա ամբողջ շրջանը հաջողությամբ հասնել։ Երևի ժամանակն է անցնել նման կարգի քաղաքական մոտեցումների։ Չեմ կարող ասել, որ հիմա դա ամբողջությամբ մշակված է, բայց այդ միտքը ունեմ եւ կարծում եմ, որ մենք կարող ենք հենց այս ճանապարհով պետք է փորձենք առաջ-հաշվել։ Նման որոշակի մոտեցում ունեցել է Գերմանիան, գերմանացիների այդ սովետական միությունը ես փլզվեց, գերմանացիների այդ տարածքում ապրողների վերադարձը ապահովելու համար Գերմանիա կազմակերպված պետական հովանավորության ներքո եւ բավական հաջողված ծրագիր։ Մենք այդ մակարդակի չէինք հասել ժամանակին։ Շատ բան ենք արել, բայց կրկնեմ, պետական քաղաքականություն սարքելը, մշակված քաղաքականություն երևի հաջորդ քայլն է, որը պետք է անենք։
Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։